Համար երկպագություն պիտի ընեն երկրին բոլոր բնակողները, որոնց անունները աշխարհի սկզբելի վեր մորթված գառնուկի կենաց գրքին մեջ գրված չեն։ Այո, շնորհակալ եմ։ Ասի հայտնության գրքի մեջ եղած վիշապին մասին է, հոս Սարանան կպատկերվի որպես մեծ վիշապ, որը կհագաթրե եւ կմոլորեսնի ամբողջ աշխարհը 12-ին մեջը կսե որ ուստի վարձակվեցավ մեծ վիշապը այն առաջվան օծը անցաշապատ ծերդեցին ասիկա որ փասարգու սատանա կոչվի որ բոլոր աշխարհը մոլորեցուց իր հրեշտակներն իրեն հետ վարձակվեցան երկրի վրա որ մենք ինենք որ սատանա եւ իր հրեշտակները երկրի վրա եւ գուզեն մոլորեցնել մեր աշխարհի վրա եւ բնակչությունը ժողովուրդը որովհետեւ Աստծո չավադան Վիշապը ոչ միայն կպատերազմի Աստծո եւ անոր ծառաներուն թեմ, այլ պատկերված է որպես երկրային երկրի վրա եղող թագավորությունների թիկուն կգայնած ղեկավար, որոնք թարերու ընթացքին կհալածեն Աստծո ժողովուրդը։ Երբ որ մեկը քրիստոնյա կհալածի, գիտի անոր յետևը սատանան գեցած է։ Սատանան է որ գտրտե։ Եվ վերջապես վիշապը դվավ իր զորությունը եւ քահը եւ մեծ իշխանություն ծովեն ելող քազանին Ծոմեյող քազանը գկրվի անոր մեծ պերանդրվեցա, մեծ բաներ խոսելու, մենք գիտենք թե ով է քազանը, որ մեծ բաներ խոսավ, ինքը Աստծո դեր գտնե եւ Սուրբ Գիրքը ուզե որ իրեն հնազանդի, ոչ թե ինքը Սուրբ Գիրքին հնազանդի, ասիկա ոչ թե միայն մարդ մնե, այլև գազագերբություն մնե, organization, ասքազանը եւ ուրեմն մի վիշապը, սատանան իր իշխանությունը քազանին ուտա Եվ այս իշխանությունը կօգտագործե Աստծոն պատկանող երկրպագությունը բռնակրավելու համար, այսինքն փոխանակ որ մարդիկ Աստծո երկրպագեն, իրեն երկրպագեն, իրեն արչև գլուխ կձեռեն, ուր է որ կտեսնակ գլուխ կձեռվի, քազանը կհայրի Աստծո անունը, այսինքն ինչ կնշանակի հայրել Սուրբ Գիրքի մեջ, երբ որ դու քեզի Աստծո դեր գտնես, ադիկա հայրություն է։ Սուրբ Գիրքի մեջ Հիսուսի օրինակով գիտենք, երբ որ Հիսուսը ասավ ես եմ, ասեմ որ կհայրես ասի հայությունը, ոչ թե մեծ հասարակ մարդոց ադի չէ։ Եվ նաև կպատերազմե կհաղթե Աստծո սուրբերուն կոնե որոշ ժամանակով։ Այսինքն երբեմն քրիստոնյաները կգործընծնեն իրենց կյանքը, քազանին ցերկը որոշ ժամանակ մը կպատահի անակ բաներ։ Ինչպես որ Հիսուսը ալ խաչի վրա իր կյանքը գործընծուց, սանախորեցավ որ ինքը շահեցավ, բայց հագարակ եղավ, երբ որ հարություն առավ։ Եվ հոս չէ որ գսե որ ամենուն անունները գենաց անոնք որ այո Կարմուգին գենաց քիքին մեջ ուրեմն մեզի ինչ պետք է որ մեր անունները Կարմուգին գենաց քիքին մեջ գրված լան քիչ առաջվա քարոզի մեջ լսեցինք պետք է ապաշխարենք մգրդվենք որովհետեւ մեր անունները Աստծո Հիսուսի գենաց քիքին մեջ լան Եվ այնուամենայնիվ կան հստակ սահմաններ սատանայի եւ անոր գամակատարներու համար ներառյալ ժամանակային սահմանափակումներ ժամանակ գոյություն ունի Այսօր համար ուրախացեք ով երկինք եւ նրանով բնակվողներ վայ երկին ձողում որովհետեւ ցեզ մոտ իջավ թեփը որ մեծ փարգություն ունի իմանա որ քիչ ժամանակ ունի ուրեմն սրանա շատ փարգացած է քան որ քիչ ժամանակ ունի ժամանակ գոյություն ունի Աստծոքով գիտեք 42 ամիս ալգսե հաս քիչ բայց հիմա մենք ադոր մասին չէ որ գսենք մենք գսենք որ ինչ է մարտավարությունը այսինքն ինչ տեսակ օրենքներ ունի Աստծո բայկարը սատանայի բայկարին հետ Քիչ ժամանակ հայտնության մեջ նկարագրված է իրադարձությունները դեղի կունենան մարգարեական ժամանակացույցով, որոնք ցույց կտան այդ չար ուժերի դրաբերության կոնկրետ սահմանները։ Անկասկած Աստված ի վերջո պիտի հաղթե եւ անոնց աչքերեն պիտի սրբե բոլոր արցունքները, այլևս մահ չլար, ոչ ալ սուկ, ոչ աղաղակ, ոչ ցավ, որտեղ նախկիններ անցան 21-րդ 4-ի մեջ գրված է։ Որքան դժվար է լա հիմա գիտակցելը, ի վերջո բարին մեգշտիշտ պիտի հաղթե չարին։ Շատ կարևոր է ասիկա հիշելը, որ ի վերջո բարին պիտի հաղթե չարին։ Ավելի ուրիշ օրինակ մի համար հոբը գարտանք, հոբ 1:12 Ուսի երկի մեջ անող մարդ նգարակ այն մարդը դատարյալ վարտար և աստվածավախ և ուջարետեր են և կաշվեր։ Անողյոտը դրա ու երեք աղջիկ ծնա։
Նոր ստացվածքը 7000 ոչխար, 3000 ուղ եւ 500 սույր ես, 500 մատակ էշ եւ 8 շատ ծառաներ ուներ։ Այն մարդը բոլոր արարածները մեծ էր։ Ամուսնական դեպքային ու ամեն մեկի օրենքներին հասկելու կինային եւ մարդու բոլոր երեք դերին վերաբերեն որպես իրենց դեպքերում։ Երբ հասկելուտին օրերը կլմնային հոգ կանչեց կանչած դրականոն դուստրե եւ արդեն դրանց ամենում բոլոր ողջակցել մարդկաներ, որովհետեւ դիսեր հոգ Արելի է դրապից մեկ պորդեցին ուսիլերին է ասու արարեցին միշտ այսպես դներվող։ Արդ որմա աստուզու որդիները կացին դերոչ արջեր գայնեցան սավանան ապնած անոնցեր։ Ձերը սավ սավանային, ուտեն ուկաս սավանան բադասկան դվար դերոչ ուսավ, երկի վրա շրջել են ու անոր որապը դդել են։ Ձերը սավ սավանային, իմ հոտ ծարայիս այդ ուշակնուների, երկի վրանոր դեսկալարյան և արտար ասանձավախ ու շարութենե ետ կեցող մատչիվը։ Սավանան բադասկան դերոչ ուսավ, թե ողցերի ասպաց կուղաշտե, շվորդն անոր արտանը և անոր ամեն ունեց ազանաշուց ծանգաբադեցիր, անոր սերկերուն կորդեր ողնեցի և անոր սասված երկի վրաշացավ, իմացել դերգունցուր անոր ամեն ունեց ազին թոքչե և դիլեստես թմիշտես կզիլահայ է։ Դերը սավ սավանային, անոր ամեն ունեցան դուծել տտուգամ, միայն թե իրեն վրաշել չեղնցնես, այն ժամանակ սավանան դերոչ արջեղեն կլաս։ Ինչ որմը ասու որդիները կացին դերոչ արջեղ սավանան նասանոնց է, դերը սավ սավանային, ուդել կաս սավանան բադասկանից դերոչ ուսավ։ Երկի վրա շրջել են ու անոր մեջ մտել են, դերը սավանային սավ իմոք ծարայես այլ ուշակնուների, երկի վրա անոր բեսկադարյալ և արտար ասվածավախ ու չարութենի երկու մատչիկը, նադակավին ուրգադարյալության մեջ աստատ է, և կունուզեցիր սիսամոզեր, որ անիգազ դուդել կորսունցել են, սավանան բադասկան դվաբու դերոչ ուսավ։ Մորտի դերմոր նաև մարդը սիտ բոլորը ստացված կյանքի ինդեալ ուդա։ Այս իմացել է տերկնցու անոր ոսկորին ու մատնում թպչե ու դեսնես թե ինչպես կեսվիդահայի է։ Դերը սավ սավանան, անազանիգա կուցել տտուգամ, միայն կյանորկյան կբար է։ Սավանա կնաս դերոչ արջել են ու հոգ որդի կատեն ուջեք կակակը կեշ պալարդովով զարավ։ Նգար խեցի գդորն արավ որպես է անով երմի ու մոխուրին ոսնստավ։ Շնորհակալ եմ։ Ուրեմն այս պատմության մեջ կտեսնանք, որ նախ եւ առաջ երկնային խորհրդի պես բան կա, որ Աստված եւ ուրիշ երկնային մարմիններ կամ ուրիշ երկնային զվորթիներ Աստծո հետ եկան միասին ժողովի մը, խորհրդի մը եկան, Սատանան եկավ։ Երբ որ Սատանան եկավ, բանավեճ տեղ ունեցավ եւ բանավեճ ինչի մասին է, գսե որ հոբի դեսար, որ Աստվածավախ է։ Սատանային գսե Աստված հոբը դեսար, ասպանավեջին մեջ հոբը գլա անոս նյութը, խորհրդի նյութը։ Երորդ, Աստված հոբին անփասիր կհամարե, արդար եւ Աստվածավախ, սակայն Սատանան կբնթե, որ հոբը ասում է գվախնա այն պատճառով միայն, որ Աստված կպաշտպանե իրեն։ Եթե Աստված չի պաշտպանե, հոբը հոգպի չնե Աստծո համար։ Այսինքն զրբարդրանք է, կզրբարդե ինչպես հոբին, այնպես էլ Աստծո բնավորության թեմ։ Սատանան գուզե զրբարդել, միշտ մեզի կզրբարդե։ Եվ այն ժամանակ չորրորդ Սատանան կփնթե, որ Աստծո պաշտպանությունը հոբի առումով անարդար է եւ կխոչընդոտե եւ անհնար կդարձնի, որ Սատանան ապացուցե իր մեղադրանքը։ Այս կհաստատե Սատանայի համար քոյություն որոշ սահմանափակումներ, այսինքն ամեն բան չի գնար Սատանան, Աստված սահման դրած է իրեն, ինչպես նաև որ Սատանան ըստ երևույթին փորձած էր ասկի առաջ վնասելու հոբին։ Աստվածային երկնային խորհրդի առաջ պատասխանում է Սատանայի մեղադրանքին թույլ տալով անոր գործնականում ստուգել իր դեսությունը, սակայն որոշակի սահմաններով։ Նախ անիշխանություն կուտա Սատանային անոր ամբողջ ունեցվածքին վրա։ Ամբողջ գերտա, ամեն բան գերտա անասունները երեխաներն միասին։ Սատանան գուզե Աստծո որ հոգը միայն ինքն իր մասին կհոգա, հոգ չէ թե Աբրանքը քնած։ Այդուն իրեն չի վնասեցիր, գսե։ Աստվածը գսե լավ, հիմա իրենա վնասե, բայց կյանք չես կնար առնել։ Ուրեմն Սատանան բազմաթիվ աղետներ կբերի հոբի ընտանիքին վրա, սակայն հոբը կշարունակի օրհնաբանել Աստծո անունը, հերքելով Սատանայի մեղադրանքը։ Եվ հոբը օրինակ մնե, որ մեծ հավատք ուներ Աստծո վրա, որ Աստված իրական է
գոյություն ունի եւ բարի Աստված է։ Եվ ինչ ալ բադայեցավ հոփին սատանային գոմանե, այդ հավատքը չխախտվեցավ Աստծո վրա։ Ասի գուզենք մենք ասկե օրինակ առնել։ Օրինակ այն որ դիեզերական հագամարտության գոյություն ունի մարդը վայելու գաններ, երկնային թադաստանի մեջ գոյություն ունի չափանիշներ, որոնց շրջանակներում Աստծո թեմ առաջ քաշված մեղարանքները կգնան թույլատրվել, սակայն առանց խախտելու Աստծո կողմեն հաստատված սուրբ սկզբունքները, որոնք բնորոշ են սիրո, Աստծո կառավարման հիմքին եւ որոնցով ան ղեկավարը դիեզերք եւ անոր մեջ գտնվող բանական էակներում։ Որոնք գիտենք, որ որոշակի սահմաններ կա, որ սանան չի գնալ անցնել։ Վերջավորությունը մի տեսնանք, թե ինչ է մեր սահմանը։ Նախորդ ասում Աստվածը երբեք չի թրջել իր խոստումը այն չափով, ինչ չափով համաձայնված է մարդը վայելու կանոններուն։ Այդպիսով թույլ տալով սատանայի որոշակի սահմանափակ ու ժամանակավոր իշխանություն։ Եվ անոր հետ արդեն բարոյաբես սահմանափակած է իր հետագա գործողությունների ընթացքը։ Ուրեմն գարտանք Հովանու 14:30 147 էջն է Հովանու 14:30 Դուք իմ բարեկամներս եք, եթե նելու լավ որ ես ձեզ կբախվեմ։ Ասկե եթե ձեզ զարակ չեն անվանել, ասենզի զարակ չի իրեք դեր ինչ դնի։ Ես ձեզ բարեկամ անվանեցի, ասենզի այն ադելը որոնք իմ որնես սեցի, ձեզի ասուցի, ոչ թե դուք ձեզի ընդրեցի, ապա ես ձեզ ընդրեցի, դու տրից ես որվեսի դուք երկպարտեք հատներ երեք, ուսեր դուգը մնա։ Եղբայր 14-րդ գլուխ 30 համար Հովաննու Այո 140 թեջն է Հա ճիշտ 140-ին դագը 30-րդ համարը Դասնինքերորդ գլուխին վերն է 30-րդ համար 30-րդ համար Այո Ացեզի այս Հա դիգա է Ացեզի հետ շատ հավատար Ացեզի հետ Աչքի լիչ խոսի Ացեզի այս աշխարհի իշխանը ուկա և իմ գրած բանը չունի միան թե աշխարհ գիտնալ որ ես հայրը տեսիեմ ինչպես հայրը ինձի գլադվիրև այնպես կսեմ երեք ասկե երկան Այո այս աշխարհին իշխանը գսե գուկա այսինքն նույնիսկ Հիսուսի վրա գուկա հիմա այս աշխարհին Թադաստանի հիմա այս աշխարհին իշխանը դուրս պիծկվի Եվ Թադաստանի համար որ այս աշխարհին իշխանը թադաբարդված է գտեսնակ որ Հիսուս գսե որ այս աշխարհին իշխանը թադաբարդված է հիմա գուկա իմ վրասալ գուկա այսինքն Հիսուսի վրա է գահարցակի բայց փամը չունի չի գնալ հաղթել այսինքն երկու թագավորությունների փախում կա լույսի եւ խավարի ըստ որում խավարը սատանայի ու անոր ամստամբության հետևանքն է Քրիստոսի առաքելության մի մասը սատանայի թագավորությանը հաղթելն էր Աստծո որդին անոր համար հայտնվեցավ որ սատանային գործերը քագե ինչպես որ առաջին անգամ կարդացինք Սահմանափակումները կներառեն առնվազն առաջին արարված էակներու ազատ կամքի իրավունքը մենք ազատորեն կամք ունենք որ կողմը գուզենք ըլլալ երկրորդ փոխհամակորձության բանակրին այսինքն ուխտի կանոնները որոնց մենք Կոնե առայժմ ծանոթ չենք, աստվածային գործողության նման խոչընդոտներն ու սահմանափակումները նշանակալի հետևանքներ ունեն աշխարհում չարիքը նվազեցնելու կամ անմիջապես վերացնելու Աստծո փառահեղ կարողության վրա։ Այսպիսով մենք տեսանք
Շարունակական չարիք ու դարաբանք, որն իսկապես կարող է շատ մարդկանց մեջ կասկած առաջացնել Աստծո գոյության կամ անոր փառության վերաբերյալ։ Այնուամենայնիվ, հասկանալով մեծ պայքարի նախապատմությունը եւ այն սահմանափակումները, որ Աստված սահմանած է չարի թեմ իր պայքարում, մենք կրնանք ինչ որ չափով ավելի լավ հասնել, թե ինչու ամեն ինչ տեղի կունենա ճիշտ այնպես եւ ինչպես տեղի կունենա մինչեւ Աստծո վերջնական հաղթանակը չարի նկատմամբ։ Մենք ասոն կսորվենք, որպեսզի գիտնանք, թե ուր գտեղ, ինչու համար ասպաներ կգադարվին։ Սահմանափակումներ եւ կանոններ տիեզերական հակամարտության ամեն առաջ վիճապահություն է Աստծո բնավորության վերաբերյալ, որ առաջ եկավ այն ժամանակ, երբ Սատանան զրբարչական մեղադրանք ներկայացուց Աստծո փառության, արդարացության եւ կառավարման թեմ։ Նման հակամարտությունը չէր գնար լուծվել զուտ ուժով, այլ կհաբանջեր փաթ հետաքննություն։ Եթե իշխանության գլուխ կանգնած մարդու թեմ առաջ կքաշվի լուրջ մեղադրանք, ապա հաղթանակ տանելու լավագույն եւ միակ եղանակը ազատ, արդարացի ու բացահայտ հետաքննությունն է։ Այսինքն պետք է հետազոտվի, գիտվի, որ ինչ կա, ամեն բան մեջտեղ պետք է ելնի։ Մարգոս 9-րդ գլուխ 29 համարը կարդանք։ Մարգոս 9:28 համարը ավելի շիրակը։ Ստավանոս, այդ տեսակը կարելի չէ ուրիշ տաման մանել, բայց միայն աղոթքով ու ծոմբաղությամբ։ Այո։ Ուրեմն Սատանան թևը մտածեր աս երեխային մեջ եւ դուրս չէր ելել, աշակերտները չգրցան հանել, եւ Հիսուսը ասա, որ այս տեսակը, այսինքն աս թևը միայն աղոթքով եւ ծոմաբահությունով։ Հիսուս մեզի կսորվեցել ծոմաբահություն անել։ Ծոմաբահությունը Ձոմբահել գերագուրետ ետ քաշվիլ կամ ովև մեկ սիրած մեկ բանետ ետ քաշվիլ աղոթքի ժամանակ տալու համար, որովհետեւ ավելի Աստծո հետ մտերմանաս, ավելի այդ ժամանակը որ պիտի գործընծնես կամ այդ ժամանակ պիտի որ գերագուր ուտես կամ քու մեկ սիրած մեկ բանը տնես, ատկե տուն ձոմ կբահես, որովհետեւ գայնաս աղոթել։ Քանի որ մենք հոգևոր մարդի մեջ ենք, հոգևոր պայքարի, հոգևոր գրիվի մեջ ենք։ Ուրեմն կանոններ ունենք, հավատք, աղոթք։ Աղոթքը թեպի լավը կփոխի աշխարհը, ուղիներ, ճամփաներ կփանա աստվածային գործողություններու համար, որոնք հագարակ բարակային հնարավոր չէ լար։ Սակայն մենք պետք չէ սխալենք մտածել, որ հավատք եւ աղոթքը միակ գործոնն են։ Հավանական է, որ գոյություն ունեն բազմաթիվ այլ գործոններ եւս, որոնց մասին մենք տեղյակ չենք։ Հռոմայացիս 8:18 Mega չունի կարծեմ ալիգա։ Վասնզի ես այսպես կնկատեմ, թե այս ժամանակի չարչանակները բամը չեն քալու парքինգով, որ մեզի պիտի հայտնվի։ Եվ հայտնություն 21 3 եւ 4 կսե ու երկինքեն մեծ ցայմ լսեցի որ գսեր ահա Աստծո խորանը մարդոց մեջ անիգա հոմ պիտի փնագի եւ անոնք անոնց ժողովուրդ պիտի լա եւ Աստված ինք անոնց հետ պիտի լա իբրև անոնց Աստվածը եւ ինք քիչ առաջ կսենք անոնց աչքերեն բոլոր արցունքները պիտի սրբե ու ալմահ պիտի լա ոչ սուկ եւ ոչ աղակ եւ ոչ ցավ պիտի լա ու ասկե հետո վասնզի առաջվան բաները անցան ինգած մարդը Սատանայի օրինական քերին է։ Չաբաշխարած մարդը, եթե Հիսուսին հետ չի քալեր, Սատանային հետ կքալեր, օտոմատիկ։ Ավտոմատ, օտոմատիկ կերպով։ Եթե հոս չես, հոսես։ Ուրիշ ճամփա չի գա։ Քրիստոսի առաքելությունը մարդուն իր մեծ հագարագործի իշխանության ազատագրելն է։ Աստված Հիսուս եկավ, ավետարանը ինչ է, մարդը Սատանայի ցերքեն ազատել։ Մարդը իր բնույթով հագված է հետևելու Սատանայի ներշնչանքին եւ չի գնար հաջողությամբ դիմակրավել անոր սարսափելի այս սարսափելի ճշտամին եթե հզոր հաղթողը որ Հիսուս Քրիստոսն է չփնակվի մարդու մեջ որբեսի ուղղորդե անոր ցանկությունները եւ դա իր զորությունը մեր մեջը փափակ կտնե Աստված որ իրեն ճամփայով քալենք միայն Աստված կնա սահմանափակե Սատանայի զորությունը այն մեկ կողմեն մյուսը գերտա կշրջագայի երկրի վրա
Ան մեկ րոպե անգամ չի գործներ զգոնությունը, վախենալով փաստ թողնել հոգիները գործնելու հնարավորությունը։ Կարևոր է, որ Աստծո ժողովուրդը հասկանա, որպեսզի գրնա խուսափել անոր թագարտներն։ Սատանան ամեն վարյան մեր ետևեն է, գսե թուրին կովը գեցած է։ Թուրը բաց, քուվրատ կուզե հարցակել, ամեն վարյան։ Ուրեմն մենք պետք է ուշադիր լինենք եւ մենք մեր պաշտպանությունը առնենք անոր թագարտը չինալու համար։ Սատանան կպատրաստի իր մոլորությունները, որպեսզի չբացահայտվի Աստծո զավակներու կողմեն, երբ սկսվի իր վերջին արշավը Աստծո ժողովրդին թեմ։ Եվ զարմանալի չէ, որովհետև Սատանան ինքն ալ լույսի հրեշտակի գերբարանքը կընդունի, գսե 2 Կորինթացիս 11:14-ին մեջ։ Մենք եթե Սուրբ Գիրքը լավ չենք գիտեր, Սատանայի փերած խաբեությունը խապկանքը կգնանք ընդունել, քանի որ ինքը լույսի հրեշտակի պես կուկա։ Մինչ որոշ խապված հոգիներ կբնթեն, որ Սատանան գոյություն չունի, այն կքերը այդ մարդկանց եւ մեծապես կկործե անոնց միջոցով։ Սատանան Աստծո մարդկանց մեն ավելի լավ գիտե։ Մարդոց մեջ շատ ավելի լավ գիտե, թե ինչ իշխանություն կգնա ունենալ անոնց վրա, եթե ունենան Քրիստոսի զորությունը։ Երբ անոնք խոնարհաբար օգնություն կխնդրեն, հզոր հաղթողեն, ճշմարտության ամենաթույլ հավատավորն անգամ հաստատուն ապավինով Քրիստոսին կգնա հաջողությամբ հետադարձել Սատանային եւ անոր փիրավոր զորքին։ Եթե մենք բզիկ հավատ նույնիսկ ունենանք Քրիստոսի վրա, մենք կգնանք թեմ տնել Սատանայի զորությանը։ Այն չափազանցնենք է, որբեսի բացահայտ ու համարձակորեն ներկայանա իր քայտաղություններով։ Միշտ քողարկված է, չէ՞ որ այդ ժամանակ Քրիստոսային նիրհած ուժերը գարթնա եւ ան կարողանա ապավինել ուժեղ եւ հզոր ազատարարին։ Սակայն Սատանան գուկա աննկատ եւ կորձե աննազատության այն զավակներուն քողի տակ, որ Աստված պաշտություն կթավանին։ Այսինքն, երբ որ մենք աննազատ կլանք Աստծո մեկ խոսքին, մենք թույլ կտանք, որ Սատանան մեր վրա իշխե։ Ուրեմն ինչ պետք է որոշենք։ Եթե կուզենք ավելի սերդել, հեռացանեցեք միասին ավելի գնանք մանրամասը սերդել եւ միասին աղոթել, բայց ուրեմն աղոթք, ծոմաբայություն, հավատ Քրիստոսի վրա եւ Աստված մեզի գազադե Սատանայի ջանքերեն եւ թիվային իր արփանյակներուն զորությունեն։ Շնորհակալ եմ ուշադրության համար, մինչև հաջորդ հանդիպում։